Եվ Փարիզի վեհաժողովը ապրիլի 26-ին դիմեց այս 3 հոգին, աչից Ուդրո Ուիլսոնն է, հետո Կլեմանսոնն է, Օրլանդոն է, ու Կլեմանսոն վարչապետը Բրիտանիայի, Օրլանդոն Իտալիայի վարչապետը եւ Լոյդ Ջորջը բանի Ֆրանսիայի, Բրիտանիայի վարչապետը։ Այս 3-ը դիմեցին Ուիլսոնին Փարիզի վեհաժողովի անունից։ Սա էլի պատասխան նրանք, որոնք իրենց տգիտությունը ցույց են դնում ու ասում են դե Վիլսոնը մի հատ քարտեզ գծեց։ Վիլսոնը մի հատ քարտեզ չի գծել։ Աշխարհի ամենակարևոր մարմինը, խաղաղության վեհաժողովը, որը օրինապես այդ ժամանակ երկրներ ա ստեղծել Արևելյան Եվրոպայում եւ Միջին Արևելքում, որոշել այդ պետությունների սահմանները, այսինքն կրկնում եմ, ամենաբարձր իրավական օրինական մարմինը, ինքն է դիմել, էլի հայերը չեն դիմել։ Իրենք դիմել են Ուիլսոնին, խնդրել են, որ Փարիզի վեհաժողովի համար որոշեն Հայաստան-Թուրքիա սահմանը։ Այսինքն, էլի հայերը շահառուն են, բայց հայերը դերակատարը չեն։ Իդեպ ասեմ, հայկական հարցը շուտով լուծվելու է մի տասնամյակի ընթացքում, էլի ոչ հայերի մասնակցությամբ։ Եթե մենակ հայերը չփչացնեն, չհրաժարվեն ամեն ինչից, դա կլուծվի, բայց հայերը գնում են փչացնելու ուղղությամբ, իդեպ դա պատահական չի արվում, որովհետև հասկանում են, նրանք լավ գիտեն, որ մոտենում է այդ ժամանակը, իրանք ուզում են սարքեն իրողություն, որ հետո դեմ տան ասեն, տեսեք, հայերը արդեն հրաժարվել են այս ամբողջից։ Դա բայց ուրիշ հարց է։ Հիմա այս եռյակը դիմեց եւ ստացան իրավարար վճիռը ստացան, ինչպես նաև կից քարտեզները։ Սա այս քարտեզը ես եմ նկարել ամերիկյան ազգային արխիվում, այնտեղ պահվում է եւ լավ ամերիկացիք բացի այն որ ուղարկել էին Փարիզ, իրենց մոտ է բոլոր օրինակները կա, սա 2 օրինակից պահվող, հա, իդեպ ասեմ, որ այստեղ մի բացատրություն էլ տամ, որ էլի այդ շփոթությունները կա, մի անգամ Նալբանդյանին հարց տվեցին նախարար նախքին, դե ինքը ասեց ու շատ հայերն են ասում են, այն չի հաստատվել Միացյալ Նահանգների Սենատի կողմից, Կոնգրեսի կողմից, եւ շատերն են կրկնում, դա անհեթեթ բան է։ Իրավարար վճիռները հաստատելու կարիք չունեն, իրանք որոշման պայից հենց այդ ձևել գրած է, thereupon, ուժի մեջ են մտնում։ Իրանք շփոթում են մեկ այլ հարց։ Հայցը ունեցել է 2 կետ, կետ առաջին ստանձնել Հայաստանի մանդատը, կետ երկրորդ որոշել Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը։ Կետ առաջինը այո, Սենատը մերժել է, արդեն ասեցի պատճառը ինչն էր, բայց որը բաց հարց է։ Իսկեն միշտ էլ կա այդ հարցը Ամերիկայի Սենատի առաջ բարձրացնել, այսինքն Հայաստանի մանդատը, այսինքն խնամակալության ստանձնելու հարցը։ Իսկ երկրորդ հարցը իրավարար վճիռներ, որի վերաբերյալ կրկնում եմ ապրիլ 26-ին 20 թվականի նամակը եկավ մեծ եռյակից, մայիսի 14-ին արդեն Միացյալ Նահանգները պաշտոնապես հաստատեցին, որ Ուիլսոնը ընդունում է իրավարարի դերը։ Ես որ ինչ-որ ասում եմ, ես բոլոր փաստաթղթերն ունեմ, վերացական չեմ խոսում։ Հունիս ամսին 20 թվականին ստեղծվեց հատուկ հանձնաժողով Ուիլյամ Վեսթերմանի գլխավորությամբ, ինքը հայտնի պատմաբան էր եւ այդ հանձնաժողովում կային եւ պաշտպանության նախարարություն, հա, այն ժամանակ էլ պատերազմի նախարարություն էր կոչվում, ինչպես հիմա Թրամփը փոխեց անունը, War Department էր, պետքարտուղար եւ նախագահականից իրենց մոտ, որը հանդես եկավ այն պայից, երբ որ ստացավ նաեւ արդեն ստորագրված Սևրի պայմանագիրը, հանդես եկան բանով վերջնական որոշումով, սրանք տարբեր փաստաթղթերն են, օրինակ սա հենց իրավարար վճռի բնօրինակն է, էլի իմ կողմից նկարված Վաշինգտոնի իրենց ազգային արխիվում, բան, ինքը այսպես կոչվում է legal size, այսինքն ինքը մի քիչ երկար թղթեր են, կապույտ գույնի, ինքը այսպես է, էլի, եւ բնականաբար ինքը թելով կարվում է, հետո է ստորագրվում եւ կնքվում։ Կնքված է իդեպ այս սպիտակը որ տեսնում եք, սա Ամերիկայի մեծ կնիքն է, the Great Seal of the United States։ Սանով կնքվող բոլոր փաստաթղթերը դառնում են Ամերիկայի համար պարտադիր կատարման փաստաթուղթ։ Սա ամենաբարձր կարգավիճակ ունեցող փաստաթուղթն է։ Ամերիկայի մոտավորապես 10,000 ստորագրած փաստաթղթից 1000-ից քիչն է, որ ունի նման կարգավիճակ, որոնցից մեկը հայ-թուրքական սահմանի մասին փաստաթուղթն է ստորագրված վերևում Ուիլսոնի կողմից եւ ենթաստորագրված Բենբերս Քոլբերի պետքարտուղարի կողմից։ Ինչ էր նախատեսում։ Նախատեսում էր սա, այսինքն այս գծից հյուսիս եւ արևելք Հայաստան էր,
իսկ այն մնացածը բան, էլի կրկնում եմ, սա այն նախնական Հայաստանի 40%-ն էր։ Երբ որ ասում են ծովից ծով Հայաստան, շատ են ծովից ծով Հայաստան, նախ ասեն դա ամերիկյան ծրագիր է եղել, հայկական չի եղել էլի։ From sea to sea, դա Wilson-ի ձևակերպումն է, որը գալիս է Աստվածաշնչից, Սաղմոսներից է գալիս այդ ձևակերպումը։ Տալով այս որոշումը եւ քարտեզը, քանի որ որոշման պահից ուժի մեջ էր մտնում, նաեւ ստեղծվեց աշխատանքային քարտեզը 19 քարտեզ, այսինքն ես գիծը որ դուք տեսնում եք, բաժանվեց այդ ամբողջի սահմանն է, դա բաժանվեց 19 մասի, ստեղծվեցին ամեն մի բանի համար, հատվածի համար առանձին մանրամասն քարտեզներ, որպեսզի պատվիրակությունը գնա տեղում, սահմանանշումը իրականացնի։ Սա ավելի մոտից որ պարզ լինի, ինքը Օսմանյան քարտեզի վրա է կատարված, դեպի Սև ծով որ դուրս է գալիս այդ հատվածն է։ Այդ սահմանի, որ պատկերացնեք, ուրեմն սահմանը տրապիզոնից դեպի արևմուտք է ընկնում, այսինքն տրապիզոնը որպես հայկական նավահանգիստ էր ընկալվում եւ տրված, այսինքն դե յուրե այդպես է, այսինքն սա այն երկրներն են, որոնք ստորագրել են Սևրի պայմանագիրը, հետեւաբար իրանք ճանաչել են այնտեղից 88-ից 92-րդ հոդվածներն ա, որը վերաբերում է դրան, այս 89-րդ հոդվածը, որ ինչ ասում, էլի լրիվ հոդվածը չկարդամ, այստեղ կարդամ մի ասում, ընդունել այդ որոշումն անմիջապես, ընդունել այդ որոշումն, accept his decision thereupon։ Այսինքն, երկրները պարտավորեն, երբ որ Wilson-ը որոշումը կայացնի, հենց սա իմ ասացի փաստն է, որ վավերացման, հաստատման, բանի կարիք չկա, ընդունել անմիջապես։ Ինչի, որտեղ իրավարար վճիռ ուժի մեջ է մտնում կնքման եւ ստորագրման պահից, որը տեղի ունեցել 1920 թվականի նոյեմբերի 22-ին։ Դրանից էսկոմ այս ուժի մեջը դե յուրե Հայաստանի Հանրապետություն տարածքն է, այն ինչ որ ասեցի դրանից հյուսիս եւ արևելք այդ գծից։ Այստեղ շատ հետաքրքիր մի մանրամասն ձեզ պատմեմ, որ դες թարգմանությունը իմն է, բայց եւ թե դուք նայեք հայկական սովետական շրջանի թարգմանությունները այս փաստաթղթի, մասնավորապես Ջոն Կիրակոսյանի այդ հայտնի կանաչ գրքի մեջ Հայաստանը, սովետական Ռուսաստանի եւ բուրժուական դիվանագիտության փաստաթղթերում, այնտեղ դուք մենակ այս փաստաթղթի այս մի հոդվածում 3, չգիտեմ, դիտավորյալ թե պատահական լուրջ խեղումներ, կեղծիք կգտնեք, այնտեղից բաց է թողված 3 կարևոր բան, մեկը նա է, որ եթե դուք տեսնում եք, որ այստեղ ասում է դիմել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի իրավարարությանը, այնտեղ նախագահ բառը չկա, դիմել Միացյալ Նահանգներին, որ հայտնի չի ով պետք է որոշի, իրավարարությունը, arbitration-ը թարգմանած է որպես որոշում, decision, arbitration ուրիշ է, որոշում ուրիշ է, arbitration դա իրավական հարց է, որ անմիջապես ուժի մեջ է, բեկանման ենթակա չի եւ անժամանցել է։ Decision-ը կարա փոխվի։ Arbitration-ը եւ բացակայում է նաեւ ընդունել այդ որոշումը անմիջապես բառը, ընդունել այդ որոշումը։ Այսինքն, որ ընդունող կողմը կարող ասի, այո, ես դա ընդունելու եմ, բայց 150 տարի հետո։ Սա 89-րդ հոդվածն է Սևրի պայմանագրի, որը ի դեպ ուժի մեջ է անկախ իր վավերացված լինելուց, թե չտել մի ուրիշ սովետական պրոպագանդա է, ասում են, որ բան է, Սևրի պայմանագիրը չի վավերացվի, հետևաբար ուժ չունի։ Հետո ինչ, բա որ չի վավերացվի, այս միջին արևելքի երկրները ոնց են ստեղծվել։ Լիբանանը, Սիրիան, Իրաքը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Միացյալ Էմիրությունները, Կատարը, բոլորը ստեղծվել են Սևրի պայմանագրի հիման վրա։ Այսինքն դրանով են ճանաչվել, որ իրենք այլևս մաս չեն Օսմանյան կայսրության եւ մինչեւ Լոզանի պայմանագիրը, սա ուզում եմ հատուկ շեշտել, մինչեւ Լոզանի պայմանագիրը, այսինքն մինչեւ 23 թվականի հուլիսի 24-ը արդեն ազգերի լիգան մանդատը փոխանցել է Բրիտանիային եւ Ֆրանսիային։ Իսկ մանդատը կարելի էր փոխանցել միայն տեղ հստակ գրած է 22-րդ հոդվածի կանոնադրության, որ on former territories of Ottoman Empire, այսինքն Օսմանյան կայսրության նախկին տարածքների վրա։ Իսկ սրանք նախկին են դարել այս փաստաթղթի հիման վրա եւ այլն։ Հիմա, քանի որ թուրքերը հայտնի են, որ կարան մի բան ստորագրեն, ուրիշ մի բան անեն, օրինակ 90-րդ հոդվածը հստակ ավելի հստակեցրեց, որ from the date of such decision, այսինքն այդ որոշման օրվանից
պիտի ուժի մեջ մտնի, որ հանկարծ այդ անմիջապես բառը չմեկնաբանվի 80 տարի կամ 100 տարի հետո, հստակ գրած է օրվանից, ուրեմն նոյեմբեր 22-ից ուժի մեջ է։ Նույն այստեղ շատ չխորանամ, այս չափորոշիչներն են, որ վստահաբար բանա, հա, սա իրավարար վճռի ամբողջական փաստաթուղթն է, որ առաջին անգամ 2011 թվականին ես եմ տպագրել, ցավոք սրտի գրքի հիմնական քանակը կալանքի մեջ է գտնում, Վազգենը լավ գիտի որտեղ է, այդ կալանքը, այդ գրքերի, ու ես չեմ կարողանում այս գրքերը ստանամ եւ տարածեմ։ Եվ մեծ լուրջ կասկածներ կա, արդյոք այդ մարդիկ գործում են օտար երկրի հարահանգներով, թե չէ։ 2.500 օրինակով գիրքը տպագրվել է ժամանակին, մոտարապես 500 հատը բաժանվել է, 2000 հատը կամ ընդեղ փդում է, կամ արդեն ոչնչացվել է, ես լուրջ չունեմ։